Վերադարձանք տաղավար եւ հետաքրքիր տվյալներ է հրապարակել առողջապահության համաշխարհային կազմակերպությունը աշխարհում ոգելից խմիչքների օգտագործման մասին, ըստ այդմ նախկին խորհրդային միության երկրներից Վրաստանը 2022 թվականին մեկ շնչի հաշվով ամենաշատ ոգելից խմիչքն է օգտագործել։ Այստեղ մեկ մարդը տարեկան 15.5 լիտր ալկոհոլ է խմել։ Վրաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում Ռումինիայից հետո։ Հայաստանում տարեկան միջինում մեկ մարդը 4.3 լիտր ոգելից խմիչք է օգտագործում ու սա բավականին լավ ցուցանիշ է համարվում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իսկապես հայերը ոգելից խմիչքի նկատմամբ կարող ենք ասել, որ մեծ սեր չունենք եւ առհասարակին իրավիճակ է մեր երկրում ալկոհոլային կախվածության հետ կապված, կպարզենք մեր հյուրից։ Լիլիթ Մարգարյանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կախվածությունների բուժման ազգային կենտրոնի ամբուլատոր դիսպանսերային ծառայության ղեկավարն է եւ Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի դասախոս, հոգեբուժ նարկոլոգ։ Բարի առավոտ։ Բարի լույս ձեզ։ Տիկին Մարգարյան, եկեք խոսենք այն մասին, թե ինչպես բնութագրել ալկոհոլային այս կախվածությունը եւ ինչու է այն լուրջ համարվում։ Շատ լավ, նախ դիտարկենք միջազգային վիճակագրությունը, որը դուք նշեցիք։ Միջազգային վիճակագրությունը, այո, փաստում է, որ Հայաստանը չի մտնում ալկոհոլ գործածող երկրների թոփ ցուցակում, քանի որ մեկ անձի, մեկ շնչի քանակով Հայաստանում գործածող ալկոհոլի միջին քանակը կազմում է 4-ից 5 լիտր։ Այստեղ խոսքը գնում է մաքուր ալկոհոլի մասին, այսինքն էթիլ սպիրտի մասին է գնում խոսքը։ Լավ, միգուցե հեռուստադիտողների մոտ հարց առաջանա 4-ից 5 լիտր թվի հետ կապված, եւ այդ ցուցակում ներկայացված են այն երկրները, որոնք որ գործածում են ալկոհոլ միջինում 9-ից, ինչպես դուք նշեցիք, 12.5 լիտր Վրաստանի դեպքում, 9-ից 13 լիտր։ Խոսքը կրկին անգամ նշում եմ, դա մաքուր էթիլ սպիրտի ալկոհոլի մասին է։ Եվ Հայաստանում դա չի նշանակում, որ մենք չունենք խնդիր ալկոհոլի հետ կապված, որովհետև մեզ մոտ ավելի ընդունված է մշակույթը ալկոհոլի գործածման մեծ քանակներով մեկ նստեցման։ Այսպես ասած, մեկ առիթի հավաքույթ կլինի, տոնախմբություն կլինի, սգո արարողություններ կլինեն, մեր քաղաքացիները գործածում են այդ առիթի ժամանակ մեծ քանակությամբ ալկոհոլ, ի տարբերություն այն երկրների, որոնք կան նշված ցուցակում, նրանց մոտ ալկոհոլի գործածումը կարծես ամենօրյա բնույթ է կրում, եւ ամեն օր գործածելով ի վերջո տարեկան թիվը լինում է բավականին բարձր։ Սա այդ վիճակագրության պատճառը։ Ինչպես նաև ալկոհոլի մասին, եթե մենք խոսում ենք, մենք այստեղ ունենք սոցիալ-մշակութային առանձնահատկություններ, այն է կանանց շրջանում ալկոհոլի գործածման համեմատաբար քիչ քանակը այլ երկրների համեմատությամբ, քանի որ այդպես ավանդապաշտ ավելի ընտանիքներում շատ բացաբար են անդրադառնում կանանց կողմից ալկոհոլի գործածման, ինչը եւս այս Հայաստանի դեպքում բերում է ընդհանուր թվի նվազեցմանը։ Ալկոհոլի հետ կապված ցանկանում եմ նշել, որ 2016 թվականին Հայաստանի Հանրապետությունում ԱՀԿ-ի կողմից կատարվել է հետազոտություն, ազգային վիճակագրության տվյալների ուսումնասիրություն։ Այդ ժամանակ ուսումնասիրվել են 18-ից բարձր քաղաքացիներ, որոնք որ նշել են, որ վերջին մեկ ամսվա ընթացքում գործածել են ալկոհոլ։ Այդ հարցված անձանցից 1/3-ն է նշել, որ գործածել է ալկոհոլային խմիչքներ, որոնցից մեծամասնությունը կրկնակի ավելի անգամ եղել են տղամարդիկ։ Սակայն ցանկացած վիճակագրություն իրականացնելիս անհրաժեշտ է, որպեսզի տվյալները լինեն բավականին հավաստի, ինչը Հայաստանի դեպքում մի փոքր կարող ենք վիճարկել, քանի որ այստեղ ելի եմ նշում մշակույթից ելնելով հարցումները ոչ այնքան միշտ են իրականացվում անկեղծ ձևով։ Տարածված այսպիսի խոսք կա, որ հաճախ կարող ենք լսել, ասում թե չի հարբեցող չի X մարդը ուղղակի ամեն հաց ուտելուց մի բաժակ սիրում է խմել ախորժակը բացելու համար։ Այ որտեղ է այն սահմանը, որ արդեն կարող է լինել այդ ախտորոշումը, որ հարբեցողություն է։ Արդյոք հաց ուտելուց մի բաժակ խմելը դեռ թույլատրելի սահմանում է։ Այո, դուք շատ ճիշտ նշեցիք, Հայաստան բավականին ընդունված է ձեր նշած ամենօրյա գործածումը, հացի, նաև հատկապես ինքնաթոր օղու տեսքով, եւ մենք ունենք պացիենտներ, որ նշում են իմ պատրաստած օղին է, ես ինքս գիտեմ որակը, դա առողջարար եւ այլն, բայց դա միայն թույլ կարծիք է։ Ալկոհոլի գործածման վերահսկողությունը
Տեսնում ենք մենք, որ նման պացիենտների մոտ մենք ունենում ենք վերահսկողության կորուստ։ Այսինքն ձեր նշած հացի հետ գործածումը հետագայում մենք ունենում ենք քանակի մեծացում, մեկ բաժակը դառնում է 2, երկուսը 3, սկսում են գործածել ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան ժամերին, եւ այստեղ մենք ունենում ենք առողջական մի շարք խնդիրներ, որոնք որ բերում են եւ անձի սոմատիկ, այսինքն առողջական մի շարք խնդիրների, մասնավորապես կենտրոնական նյարդային համակարգի կողմից, մարսողական համակարգի կողմից, լյարդի կողմից ենք տեսնում բազմաթիվ պաթոլոգիաներ, ինչպես նաեւ անձնային որակներն են սկսում տուժել։ Մարդը դառնում է ոչ այդքան պարտաճանաչ, ոչ այդքան կոկիկ, դադարում է հետաքրքրվել իր հոբիով, սիրելի զբաղմունքով, աշխատավայրում դառնում են անպարտաճանաչ եւ այստեղ սկսում են կարծես փնտրել առիթներ, իրենք են ստեղծում առիթներ այդ ալկոհոլի գործածումը հիմնավորելու համար։ Եվ այստեղ ալկոհոլի գործածման հետ կապված ցանկանում եմ նշել, որ այո, մեզ մոտ տարածված է, երբ որ մեզ մոտ պացիենտել են բերում մեր կենտրոն, նշում են իր մոտ կախվածություն է, բայց դա բավականին հստակ բժշկական ախտորոշում է, որը միայն նարկոլոգը կարող է այդ ախտորոշումը դնել եւ այստեղ մինչեւ կախվածության գալը մենք ունենք դեռ մի շարք փուլեր։ Այն է ի սկզբանե հոգեբանական փուլ, երբ որ արդեն փնտրում են առիթներ, փորձում են ավելի շատ կենացներ ասել, բարեմաղթանքներ ասել, որպեսզի ավելի շատ գավաթներ գործածեն ալկոհոլում։ Եվ հետագայում վերաճում է, այդտեղ մենք ունենք վնասակար հետևանքով ալկոհոլի գործածում, այսինքն ալկոհոլի կախվածություն ալկոհոլից այդպես միանշանակ եւ միանվագ չեն կարող ասել, դա բավականին մասնագիտական մոտեցում է պահանջում եւ դա հստակ ախտորոշում է։ Երբ խոսում ենք ալկոհոլային կախվածություն, եկեք մի փոքր ավելի բացենք փակագծերը, հա, դա ինչ է իրենց ներկայացնում, եւ խոսենք նաեւ որ տարիքային ռիսկերն են, հա, այդ խմբում։ Շատ լավ, ալկոհոլային կախվածությամբ առավել հաճախ մենք տարեկան հաշվետվություններ ենք ներկայացնում յուրաքանչյուր տարի, ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի կողմից եւ տարեկան հաշվետվությունները ամփոփելիս տեսնում ենք։ Առավելագույն մեծ խումբը կազմում են 29-ից 48 տարեկան անձիկ, հիմնականում մեծամասնությունը արական սեռի ներկայացուցիչներն են։ Ներկայումս մենք ունենք հաշվառված շուրջ 6500-ին մոտ անձիկ ալկոհոլային կախվածությամբ, բայց իրականում նույնիսկ գրականությունն է տալիս, որ ցանկացած հոգեներգործուն նյութի դեպքում հաշվառված անձանց քանակը եւ իրական պատկերը խիստ տարբերվում են։ Այդպես գրականությունը տալիս է ութապատիկը։ Եվ ալկոհոլի գործածման հետ կապված ցանկանում եմ նաև հավելել, որ զանազան առիթների տոնախմբությունների, երբ որ անձիկ գործածում են մեծ քանակությամբ ալկոհոլ, դա բերում է նաև այլ սոցիալական հետևանքների, ավտովթարների մասին է գնում խոսքը, հակասոցիալ, հակաօրինական վարկի, որը բացասաբար է անդրադառնում ոչ միայն հենց մարդու համար, ով որ ինքն է գործածում ալկոհոլ, այլև հանրության համար մեծ վտանգ է ներկայացնում։ Ճիշտ է, գիտությունը կարող ենք ասել, որ հասել է իր զարգացման գագաթնակետին, բուժման տարբեր մեթոդներ կան, բայց դեռևս մեր իրականության մեջ ինքնաբուժությունը նաև այս խնդրի դեպքում բավականին տարածված է, տանում են օրինակ, չգիտեմ, X վայրը, X մարդու մոտ, որ մոմ թափեն, ինչ որ անհասկանալի բաներ անեն, չխոսենք այդ մասին, որ չտարածենք շատ, բայց այդ ինքնաբուժության խնդիրը որքանով է տարածված արդեն ձեր մասնագիտական տեսանկյունից եւ ինչ վտանգներ ունի։ Այո, շատ կարևոր հարց բարձրացրեցիք իրականում։ Գրեթե ամեն օր մեր աշխատավայրում մենք առնչվում են նման խնդիրների ոչ մեկ, այլ մի քանի։ Երբ որ պացիենտին տարել են ինքնաբուժության, կլինի հարևանից ճշտած դեղորայքի միջոցով, կլինի դեղատան աշխատակցի միջոցով, կլինի ձեր ասած կառույցներ դիմելու հետևանքով, բայց այդ ամենը բերում է նրան, որ մենք ունենում ենք ծանրագույն հետևանքներով առողջական լուրջ պացիենտների, որոնց արդեն երբ որ բերում են մեզ մոտ, շարքից բավականին դուրս եկած է լինում օրգանիզմը։ Այդտեղ մենք ունենում ենք նաև հոգեբուժական լուրջ արդեն խնդիրներ, որոնց մի մասը ցավոք սրտի արդեն լինում է անդառնալի, իսկ առողջական առումով բավականին լուրջ հետևանքներ է թողում այդ ինքնաբուժությունը, անհայտ դեղորայքի գործածումը։ Դրա համար կոչ եմ անում մեր հանրությանը, խորհուրդ եմ տալիս միանշանակ նման կասկածի դեպքում, խնդրի դեպքում դիմել կախվածությունների բուժման ազգային կենտրոն պրոֆեսիոնալ մասնագիտացված խորհրդատվության համար։ Խորհրդատվության արդյունքում
կհաստատվի կամ կհերկվի ախտորոշումը, ինչպես նաև սոմատիկ խնդիրների արկայության դեպքում կուղղորդվի համապատասխան մասնագետների մոտ։ Ալկոհոլային կախվածությունը, ինչպես արդեն խոսեցիք, սա նաև հոգեբանական խնդիր է, որը ազդում է նաև պացիենտի ընտանիքի վրա եւ նաև շրջապատն է կարողանում ազդել մարդու վրա, հասնելու այս իրավիճակին։ Այս պարագայում ինչպես եք աշխատում, հա, հասկացանք, այսինքն բուժօգնություն, բայց նաև հոգեբանական օգնություն եւ նաև ընտանիքի անդամներին։ Անպայման մեր կենտրոնում բուժումը իրականացվում է համալիր կերպով, այն է բժշկական եւ սոցիալ-հոգեբանական թիմի համագործակցված աշխատանք։ Պացիենտները ինչպես ստանում են դեղորայքային եւ բժշկական բուժօգնություն, այնպես էլ աշխատում են հոգեբանների եւ սոցաշխատողների հետ։ Մեր հոգեբանները աշխատում են ինչպես անհատի, այնպես էլ իր ընտանիքի անդամների հետ միասին։ Սոցիալական աշխատողները նրանց մի շարք սոցիալական խնդիրների լուծմամբ են զբաղվում, քանի որ պացիենտը հաճախ կախվածության դեպքում ունենում է արդեն իսկ բազմաթիվ սոցիալական խնդիրներ, աշխատանքի հետ կապված մի շարք փաստաթղթային խնդիրներ, եւ այստեղ տեսնում եք կարծես մի օգնության ձեռք, որը իրեն աջակցում է եւ դա բավականին մոտիվացում է պացիենտներին, որը իհարկե միանշանակ դրական կերպով է անդրադառնում մեր բուժման Եվ զուտ դեղորայքային եւ բժշկական բուժումը ավարտելուց հետո բերելով կայուն վիճակի պացիենտին, երբ նա գտնվում է ախտադադարում, մենք պարտադիր նշում ենք, որ պետք է շարունակել աշխատանքը հոգեբանի հետ։ Ինչպես է լինում ախտորոշումը, այսինքն զրույցների միջոցով, խոսքը սոմատիկայի մասին չի, խոսքը օրինակ ալկոհոլիզմ այդ ախտորոշումը տալու մասին է, ո՞նց է լինում այդ ախտորոշումը։ Ներկայումս ալկոհոլիզմ տերմինը չկա, համարվում է բավականին հնացած տերմին եւ նաեւ խարանային վերաբերմունք կա տերմինի հետ կապված։ Ներկայումս այո։ Ներկայումս ախտորոշումը ես հստակ կարող եմ բացել, ախտորոշումը հոգեկան եւ վարքի խանգարումներ առաջացած ալկոհոլի գործածման հետևանքով եւ եթե դնում են կախվածություն, ապա կախվածության համախտանիշ են։ Տեղ լինում են փսիխոտիկ խանգարումներ եւ այլն, տվյալ դեպքում եթե խոսենք կախվածության համախտանիշի վերաբերյալ, տեսեք հարցը ախտորոշումը ինչպես է, չէ դնում, հա։ Ախտորոշումը իրականացվում է բժշկի խորհրդատվության արդյունքում, այստեղ մենք ունենում ենք եւ սոմատիկ դրսևորումներ, այն է զրկանքը ժողովրդին ավելի հայտնի լոմկա տերմին է, երբ որ պացիենտը չի գործածում տվյալ հոգեներգործուն նյութը, տվյալ դեպքում ալկոհոլ, իր մոտ առաջանում են զանազան մարմնական խնդիրներ, այն է դող, շնչարգելություն, հեվոց, սրտխփոյ, ճնշման տատանումներ, սնունդը չեն կարողանում յուրացնել մարսել, բազմաթիվ փսխումներ սկզբնական փուլերում եւ նաեւ հոգեբանական այդ ձեր ասած խնդիրները, որոնք պացիենտի մոտ առաջացնում են անհաղթահարելի ձգտում դեպի հոգեներգործուն նյութը։ Պացիենտը հաճախ գիտակցում է, որ դա իրեն վնասում է իր ընտանիքը, իր շրջապատը, բայց միևնույն է այդ անհաղթահարելի ձգտումը չի կարողանում հաղթահարել։ Եվ դա լինում է, այո, բավականին մեծ խնդիր, ինչպես էլի եմ նշում, անհատի, իր ընտանիքի, այնպես էլ ամբողջ հանրության համար, քանի որ ինչպես ես նշեցի, մեզ մոտ առավել մեծ քանակ հանդիպում է 29-ից 49 տարեկան անձանց մոտ հաշվառված դեպքերի, դա պրակտիկորեն աշխատունակ, առողջ, այսինքն երկրի պետության համար աշխատող քաղաքացիներն են, որոնք պետք է բավականին մեծ ներդրում ունեն երկրի պետության զարգացման գործում։ Տիկին Մարգարյան, ինչպես մենք գիտենք, ոչ մի մարդ, ով արդեն իսկ ունի այդ կախվածությունը, ինքն իրեն չի համարում, հա, ալկոհոլից կախվածության մեջ գտնվող անձնավորություն։ Երբ լսում ես շատ անգամներ, ամեն վարքյան կարող ասել, ես ամեն վարքյան կարող եմ կանգնեցնել, երբ ես դա կամենամ, բայց փորձը ցույց է տալիս, որ այդպես չի լինում եւ մարդը շարունակում է ել ավելի այսպես ընկճվել այդ խնդրի մեջ։ Ինչպես պետք է մարդը հասկանա, որ իսկապես արդեն ունի ալկոհոլային կախվածություն կամ միգուցե մարդիկ, ովքեր նրա շրջապատում են, եւ առաջին օգնությունը ում պետք է դիմել, ինչպես պետք է լինել, այսինքն առաջին քայլը ինչպես պետք է անել։ Այնուհետ պարզ է արդեն ընթացքը հասկանալի է։ Այո, մի մասը պացիենտների իսկապես չեն գիտակցում իրենց խնդիրը։ Ունենք այնպիսի պացիենտներ, որոնք իրենք գիտակցում են, ասում են ես նախկինում այսպիսին է, հիմա դարձա այսպիսին։ Այդպիսի պացիենտներ էլ ունենք, որտեղ հաճախ տպավորության լինում, որ ոչ մեկ չի գնահատում իր վիճակը, բայց այո, մենք ունենում ենք նման դեպքեր, երբ որ քննադատությունը բավականին պահպանված է, սա իհարկե սկզբնական փուլերում։
երբ որ սկզբնական փուլում դիմում են մեզ։ Սովորաբար մեզ երկրորդ կամ երրորդ փուլում են արդեն դիմում, երբ որ լինում է կախվածության կայուն ձևավորված կամ արդեն նույնիսկ դեգրադացիայի վիճակում։ Առաջինը նկատում են միանշանակ իրեն մոտ կանգնած մարդիկ, հարազատները, կինը, երեխաները, ընտանիքի անդամները, ինչու ոչ նաև ունեցել ենք աշխատավայրից, աշխատավայրի ընկերներն են մեզ մոտեցրել պացիենտին։ Առաջին քայլը, որ պետք է անել, եթե հնարավորություն կա պացիենտին, քաղաքացուն, անձին համոզեն, բացատրեն եւ բերեն մեր կենտրոն կոնսուլտացիա իրականացնելու նպատակով։ Սակայն ունենում ենք դեպքեր, երբ լինում է անհնարին, ոչ մի կերպ չեն կարողանում համոզել, խնդիրը ներկայացնել քաղաքացուն, նա չի ընդունում, ընդդիմանում է, այստեղ կարող են հենց հարազատները իրենք մոտենալ մեր կենտրոն, ստանալ մասնագիտական խորհուրդներ, որոնք ավելի դյուրին կդարձնեն խնդրի ներկայացումը պացիենտին։ Եվ նման դեպքերում մենք շեշտը դնում ենք հիմնականում առողջական խնդիրների վրա, քանի որ պացիենտը ինչքան էլ որ չընդունի, որ ինքը ունի խնդիր կախվածության փուլում, մենք միանշանակ այստեղ ունենում ենք խնդիրներ։ Եվ ցանկացած այլ կլինիկա կարող են գնել հետազոտվել, այդտեղ կունենան լյարդային պաթոլոգիաներ միանշանակ, ստամոքսաղիքային մի շարք խնդիրներ, սիրտանոթային խնդիրներ, ճնշման տատանումներ են հաճախ ունենում, ԿՆՀ-ի կողմից գիտակցության կորուստներ է լինում պացիենտների մոտ, հիշողությունն է լինում վատ թարացած, այսինքն անկախ ամենից ինչքան էլ որ իրենք խնդրեն, որ ալկոհոլից կախվածություն չունեն, միևնույն է առողջական, մարմնական խնդիրները, փաստերը դարձում են անհերքելի։ Եվ արդեն ժամանակ քիչ է մնացել, բայց կուզեմ նաև խոսենք բուժման ընթացքի մասին, որովհետև շատ մարդկանց կարող է վախեցնել բուժման ընթացքը, շոթ ինչ-որ վախենալու բան թվալ, այդ բուժման ընթացքը մարդիկ գնում են տուն, մնում են ինչ-որ տեղ, ըստ իրավիճակից է կախված։ Բուժումը մեր կենտրոնում իրականացվում է եւ ամբուլատոր եւ ստացիոնար պայմաններում։ Ամբուլատոր բուժումը, այսպես ասած, որպեսզի ավելի պատկերացնել լինի, պոլիկլինիկական մասն է։ Պացիենտը գալիս է յուրաքանչյուր օր, ներկայանում է մեր կլինիկա, կատարվում են բոլոր հետազոտությունները, ինչպես գործիքային, այնպես էլ լաբորատոր հետազոտությունները, որից հետո, եթե մեր բուժմանը հակացություններ չկան, մենք իրականացնում ենք ամբուլատոր բուժումը եւ դեղորայքները ստանում է մեզ մոտ, ինչպես մեզ մոտ է ընդունում, այնպես էլ տան համար, գործածման համար տրամադրում ենք։ Իհարկե, այստեղ բավականին կարևոր է դառնում ընտանիքի անդամների դերը, քանի որ կարծես բուժքրոջ ֆունկցիան իրենք են կատարում տանը, դեղորայքի տրամադրում, վերահսկողություն եւ կապը բժշկի հետ ցանկացած պարագայում։ Մյուս տարբերակում, երբ որ պացիենտը մեզ մոտ ստացիոնար բուժում է ստանում, գտնվում է հոսպիտալում 24-ժամյա հսկողության տակ, մշտապես մենք ունենք հերթապաբժիշկներ 24-ժամյա, հերթապաբուժքույրեր, անձնակազմը 24-ժամյա հսկողության է ենթարկում պացիենտին, իր վիճակից կախված նաև դեղորայքները տրվում են համապատասխան ձևով։ Եվ բուժման տարբերակի ընտրությունը դա կախված է մի շարք հանգամանքներից, խորհրդատվության ընթացքում ոչ միայն դրվում է ախտորոշումը, այլ նաև ընտրվում է բուժման տեսակը։ Եվ առաջարկվում է, որ ձեր դեպքում նախընտրելի կլինի այս կամ այն բուժման տարբերակը։ Պարտադիր բուժման տարբերակ կա այս դեպքում, թե չէ։ Հարկադիր։ Հարկադիր, հա։ Հարկադիր բուժման տարբերակ ստացիոնարի դեպքում չունենք, ամբուլատոր բուժման դեպքում դատարանի որոշումով ունենում ենք նման դեպքեր ամբուլատոր պայմաններում։ Շատ լավ։ Շնորհակալություն, հուսանք, որ ալկոհոլային կախվածությունը մեր երկրում գնալով էլ ավելի կնվազի, քանի որ սրա արդյունքում մենք կունենանք էլ ավելի առողջ հասարակություն։ Անցնենք առաջ։ Շնորհակալություն, իսկ հիմա գովազ Շանթի եթերում։ Մնացինք։